Հելիկոբակտեր պիլորին, բակտերիա, որն ապրում է ստամոքսի լորձաթաղանթի վրա, ամրանալով էպիթելի թավիկներին, հանդիսանում է 12 մատնյա աղու խոցի 90%-ի և ստամոքսի խոցի 80%-ի պատճառը։ Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հայտնաբերվել է 1982 թվականին, թե ինչպես, ում կողմից, ինչպես է այն փոխանցվում, ինչ կլինիկական դրսևորումներով է հայտնի և ինչ անդառնալի հետևանքներով է հղի, բժշկի մոտ զրուցել ենք Աստղիկ բժշկական կենտրոնի հայտնի բժիշկ գաստրոենտերոլոգ Նանա Մալխասյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար, կարծում եմ, որ շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու և հետևորդներին կհետաքրքրի այս թեման։ Կուզեի հելիկոբակտերի մասին սկսեի պատմական ակնարկով, որովհետև բավականին հետաքրքիր պատմություն է հելիկոբակտերի հայտնաբերման թեման։ Մինչև 1970-ական թվականները որևիցե մեկը չէր խոսում նրա մասին, որ ստամոքսում ապրում է ինչ-որ միկրոբ, ինչ-որ ինֆեկցիա, քանի որ ստամոքսում միջավայրը խիստ թթու է և համարում էին գիտնականները, բժիշկները, որ այդ թթվային միջավայրում չի կարող որևիցե միկրոբ գոյություն ունենալ։ Պատկերը փոխվեց 1979 թվականին, երբ ավստրալիացի պատոլոգ Ուորենը ստամոքսի բիոպտատում հայտնաբերեց պաուրաձև բակտերիա։ Իրեն սկսեց հետաքրքրել այդ թեման և Ուորենը փորձում էր հասկանալ ինչպես աճեցնի այդ բակտերիան արտաքին միջավայրում, որպեսզի կարողանա ապացուցել բակտերիայի գոյությունը, որովհետև հակառակ տեսության ավելի շատ էին հետևում մարդիկ, որ չի կարող այդտեղ որևիցե միկրոբ աճել։ Չէր ստացվում Ուորենի մոտ 1-2 տարի այդպես աշխատանքները շարունակվում էին և 2 տարի հետո իրեն միացավ երիտասարդ գաստրոենտերոլոգ, շատ ուրախ եմ, որ շատ հպարտ եմ, որ նաև գաստրոենտերոլոգ ա եղել, Մարշալը, և միասին սկսեցին Ուորենի այդ աշխատանքները և հայտնաբերումը նաև պատահական շատ հետաքրքիր դեպքի հետ է կապված, երբ որ 2-3 օր թողնում էին թասիկներում և ինկուբատորում հելիկոբակտերը, որպեսզի աճեցնեին և չէր աճում ոչ մի ձև միկրոբը, սակայն Սուրբ Զատիկի տոներին ընդառաջ, երբ որ գնացել էին հանգստյան օրեր էին և այո, չէին եղել աշխատանքի վայրում, երբ 5 օր հետո հետ վերադարձան, տեսան, որ աճել է հելիկոբակտերը, որից հետո Մարշալը կատարեց մի հերոսական քայլ, ինքը իրեն վարակեց հելիկոբակտերով, 1 օր հետո իր մոտ առաջացավ սուր գաստրիտ, ցավեր, փսխումներ, սրտխառնոց, էնդոսկոպիայով ապացուցեցին, որ գաստրիտ է առաջացել և այդպիսով ապացուցվեց այդ միկրոբի կապը գաստրիտի հետ։ Եվ այնուհետև տարիներ հետո երկու գիտնականները ստացան Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում և այդպես հայտնաբերվեց հելիկոբակտերը։ Բժշկուհի շատ խորհրդավոր և ըստ էության բավականին երկար տարիների ընթացքում հայտնաբերվեց և ըստ էության ախտորոշվեց հելիկոբակտեր վարակը։ Բնականաբար կարծում եմ մեր հետևորդներին, ձեր պացիենտներին կհետաքրքրի, թե ինչպես է փոխանցվում վարակը։ Իրականում շատ հետաքրքիր է, որտեղ մինչև այդ կարծում էին, որ գաստրիտը կամ խոցային հիվանդությունը, ուռուցքները դրանք առաջանում են այլ մեխանիզմով, սննդային, ստրեսի հետ կապված, դեղորայքային, գենետիկ, սակայն այսօր ի շնորհիվ հելիկոբակտերի հայտնաբերման մենք նաև հասկացանք մի շատ կարևոր պատճառ և դոմինանտ պատճառ, որը ավելի դոմինանտ է, քան մնացած բոլոր պատճառները, խոցային հիվանդության, գաստրիտի կամ ստամոքսի քասկեղի առաջացման համար։ Փոխանցման մեխանիզմի հետ կապված հիմնական ճանապարհը օրալ և ֆեկալ-օրալ։ Հիմա օրալը բերանից բերան, հիմնականում փոխանցումը մարդկանց մոտ տեղի ունենում մանկական տարիքում։ Հիմնականում վարակվում ենք մայրիկների միջոցով, ընտանիքի միջոցով։ Այ երբ որ մայրիկը, ես միշտ պացիենտներին ասում եմ, երեխայի ուտելիքը մի փորձեք ձեր գցալով, եւ հետո այդ գթալից մի փոխանցեք։ Այդպես փոխանցում եք հելիկոբակտերը թքի միջոցով։ Ֆեկալ-օրալ կեղտոտ ձեռքերի, կեղտոտ սպասքի միջոցով նույնպես փոխանցվում է հելիկոբակտերը։ Իսկ որոնք են առաջին ախտանշանները, որ գործ ունենք հելիկոբակտեր վարակի հետ։ Տեսեք, Մարշալի օրինակով ես ասեցի, կարող է առաջանալ օրինակ սուր գաստրիտ, հելիկոբակտեր ասոցացված սուր գաստրիտ, սակայն դա պարտադիր չէ եւ ուղղակի այդտեղ մեր բախտը վերեց, որ Մարշալի մոտ սուր գաստրիտը առաջացավ, հնարավոր է, որ բացարձակ որևիցե ախտանիշներ մենք հելիկոբակտերի հետ չունենանք, մարդը վարակվի, ընդհանրապես կլինիկա չունենա եւ պատահական հետազոտության միջոցով մենք հայտնաբերենք հելիկոբակտեր։ Հնարավոր է նաեւ այլ տարբերակը։
Տարբերակը այս տարբերակը Կորեայի կասկադը, կուզեմ ասեմ, տեսեք, վարակվեցինք հելիկոբակտերով առաջացավ քրոնիկական գաստրիտ, կարող է լինել անգամ անախտանիշ։ Քրոնիկական գաստրիտից հետո հաջորդ փուլում կառաջանա ատրոֆիկ գաստրիտ, այնուհետև ստամոքսի մետապլազիա, դիսպլազիա եւ ստամոքսի քաղցկեղ։ Կգնա այդ մարդու մոտ այդ Կորեայի կասկադը, թե չի գնա, արդյոք հելիկոբակտերի շտամը կլինի այնպիսի շտամ, որը հետագայում կբերի քաղցկեղի առաջացման, մենք չենք կարող ասել, բայց ուզում եմ ասել, որ հելիկոբակտերով վարակվելուց հետո մենք կարող ենք ունենալ գանգատներ կամ չունենալ գանգատներ։ Այսինքն կարող է ընդհանրապես գաղտնի զարգանալ, Այո, ընդհանրապես հնարավոր է մարդը ունենա հելիկոբակտեր, ինքը կունենա գաստրիտ, սակայն կլինիկորեն հնարավոր է, որ դա չարտահայտվի։ Բժշկուհի, դուք նշեցիք, որ ըստ էության հելիկոբակտեր վարակը կարող է առհասարակ չարտահայտվել կամ արտահայտվել արդեն զարգացման փուլում, հա։ Իսկ կան արտաքին ազդակներ, որոնք կարող են նպաստել հելիկոբակտերի, այսպես ասած, կամ առհասարակ ստամոքսային խնդիրների գլուխ բարձրացմանը։ Այո, կան նման խնդիրներ, ըստ Մաստրիխտի կան այնպիսի վիճակներ, երբ որ անկախ պացիենտի գանգատներից մենք պարտավորվում ենք ստուգել պացիենտին եւ բուժել հելիկոբակտերը, եթե այն առկա է։ Օրինակ, եթե երկարատև պետք է պացիենտը ընդունի ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղեր, ասպիրինի երկարատև օգտագործման դեպքում մենք անպայման պետք է տեսնենք հելիկոբակտեր կա թե չկա, որովհետև եթե ունենք, մենք ինչպես գիտենք, այդ երկու դեղորայքը, այդ երկու խմբերը վնասում են ստամոքսը, եւ եթե մենք ունենք զուգահեռ նաեւ հելիկոբակտեր, մենք պարտադիր պետք է բուժենք հելիկոբակտերը, որովհետև այդ դեղերից մենք չենք կարող խուսափել։ Եթե պացիենտին դրանք նշանակված են, ուրեմն ցուցված են։ Եթե պացիենտը ունի անբացատրելի երկաթ դեֆիցիտային անեմիա, օրինակ տարիներ շարունակ հեմատոլոգները բետա-2 դեֆիցիտ, երկաթ դեֆիցիտ անեմիա են բուժում եւ պացիենտի մոտ դեղորայքի ֆոնի վրա բարձրանում է երկաթը կամ բետա-2-ը, սակայն դեղորայքը հանելուց հետո նորից դեֆիցիտ ենք ունենում։ Այս պարագայում այս պացիենտներին նույնպես պետք է ստուգենք հելիկոբակտերի կապակցությամբ, անկախ նրանից իրենք ունեն գանգատներ թե ոչ, որպեսզի բուժենք առկա հելիկոբակտերը, որը կոնկրետ հենց ստամոքսային գանգատներ չի առաջացնում, բայց կարող է նաև այլ կլինիկայով ընթանալ։ Բժշկուհի, իսկ ժառանգական նախատրամադրվածություն տվյալ վարակը ունի։ Վարակը չունի ժառանգական նախատրամադրվածություն, սակայն եթե մենք ունենք ժառանգականորեն նախատրամադրվածություն ստամոքսի քաղցկեղի կամ խոցի վերաբերյալ, այս մարդկանց նույնպես պիտի ստուգենք հելիկոբակտեր եւ բուժենք առկայության պարագայում։ Բժշկուհի, շատ հաճախ կարծում եմ դուք եւս ձեր շրջապատում, հա, լսել եք, որ մատների արանքով են առհասարակ շատերը նայում հելիկոբակտերին եւ առհասարակ ստամոքսի հետ կապված խնդիրներին ցավազրկող են խմում կամ ինչ որ դեղատան աշխատակցի խորհրդով ինչ որ դեղ են խմում եւ կարծում եմ, որ ժամանակավոր այդ խնդիրը լուծվում է։ Ուզում եմ խոսենք ստամոքսային խնդիրների, այդ թվում հելիկոբակտերի անդառնալի հետևանքների մասին, որպեսզի մեր հաղորդումը որևէ ձևով նաեւ արդյունավետ լինի եւ եթե կան խնդիրներ, որոնք որ մեր հետևորդները, ձեր պացիենտները գուցե մատների արանքով են նայում, այս ձևով նաեւ կանխարգել ենք հնարավոր բարդությունները։ Այո։ Տեսեք, եթե մարդը տևական ժամանակ ունենում է ցավեր էպիգաստրալ շրջանում, սրտխառնոց, փսխումներ, վքնածություն, աղիքի անկանոն գործունեություն, նույն նշված երկաթ դեֆիցիտային կամ բետա-2 դեֆիցիտային անեմիաները, այս պացիենտները կարիք են ունենում թթվություն իջեցնող դեղորայքի օգտագործման։ Թթվություն իջեցնող դեղորայքի ֆոնին իրենք ունենում են կլինիկորեն լավացում։ Եվ նորից որ հետ գնանք պատմությանը, առաջ էլ երբ որ հելիկոբակտերը չկար, բայց կար թթվություն իջեցնող դեղերը, պացիենտները որոշ ժամանակ լավացում ունեցել են կլինիկորեն։ Սակայն քանի որ մենք այդ պարագայում չենք բուժել պատճառը, հիվանդությունը կրկնվելու հակում է ունեցել եւ այո, նաեւ բարդությունների առաջացման։ Այսինքն, եթե մարդը տևական ժամանակ 1 ամսից ավել պիտի օգտագործի դեղորայք, հատկապես խոսքը պրոտոնային պոմպի ինհիբիտորների, օմեպրազոլ, պանտոպրազոլ, հա, դեղորայքի մասին է, ուրեմն պիտի հասկանա, որ 1 ամսից հետո, եթե գանգատները պահպանվում են, պարտավոր է դիմել բժշկի, բժիշկը կորոշի հետազոտությունների ցանկը եւ կարծում եմ, որ բոլոր բժիշկները կնշանակեն հելիկոբակտերի հետազոտություն եւ հելիկոբակտերի առկայության դեպքում անպայման բուժում, որովհետեւ եթե մենք թողնենք ինֆեկցիան եւ շարունակենք թթվության իջեցումը, մենք կարող ենք անգամ վնասել
թթվություն իջեցնելով։ Թթվության իջեցնելու ֆոնի վրա այլ նշած Կորեայի կասկադը շատ ավելի արագ կզարգանա եւ արդյունքում պացիենտը, որը կօգտագործի այդ դեղորայքը, ավելի շատ իրեն կվնասի, քան կօգնի։ Չնայած կլինիկորեն կարող է լավացում ունենալ։ Դրա համար անպայման ուզում եմ հորդորեմ, որովհետեւ ժամանակին բուժված հելիկոբակտերային վարակը կանխարգելում է խոցային հիվանդությունը, ատրոֆիկ գաստրիտը եւ ստամոքսի քաղցկեղը։ Բժշկուհի, ինչ է ենթադրում բուժումը եւ որքան ժամանակ է թե յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի ըստեյության բուժման ընթացքը։ Բուժումը ունի իհարկե յուրահատկություն, բայց կան ստանդարտներ, որոնք պարտավոր ենք մենք հետևել։ Մաստրիխտն է տալիս հելիկոբակտերի բուժման սխեման, առաջարկում է բժիշկներին մի քանի սխեմաներ, 10 ավել սխեմաներ կան, որոնք պարունակում են անպայման գոնե 2 անտիբիոտիկ։ Հիմա նորագույն սխեմաներ ունենք, մեկ անտիբիոտիկ ենք օգտագործում բարձր դոզաներով, բայց հիմնականում գոնե 2 հակաբիոտիկ, մինիմումը 14 օր տևողությամբ եւ ներառված նաեւ ստամոքսի թթվությունը իջեցնող դեղորայք։ Սխեման որոշում է բժիշկը կոնկրետ պացիենտի դեպքում կոնկրետ սխեման։ Սակայն իհարկե որոշ ստանդարտներին համապատասխան։ Բժշկուհի, իսկ ինչ է խոսում ձեր պրակտիկան, առավել շատ հելիկոբակտեր վարակով վարակվում են տղամարդիկ, թե կանայք եւ երկու դեպքում էլ ինչով է պայմանավորված։ Ճիշտն ասած, այդպիսի հետազոտություն չեմ տեսել, բացի իմ պրակտիկայից, նաև միջազգային հետազոտությունները, որևիցե կապ սեռի հետ հելիկոբակտերի չկա, եւ բուժման սխեման էլ սեռից կախված փոփոխման ենթակա չէ։ Բուժման սխեման թե որը կտրենք կախված է պացիենտից, պացիենտի յուրահատկություններից, աղիների գործունեությունից, որտեղ կան անտիբիոտիկներ, որ թուլացնում են աղիքը, կան անտիբիոտիկներ, որ հակառակ էֆեկտ ունեն, տարածաշրջանից, թե որտեղ է ապրում տվյալ պացիենտը, տվյալ տարածաշրջանում հետազոտություններից կախված է դրանից, թե արդյոք նախկինում ստացել է հելիկոբակտերի համար բուժում, թե չի ստացել։ Եվ վերջում բժշկուհի անդրադառնանք ինչու դիմել աստղիկ բժշկական կենտրոն, լավագույն լուծումը այս դեպքում առհասարակ ստամոքսի հետ կապված, յուրաքանչյուր պաթոլոգիայի հետ կապված լավագույն լուծումը ստանալու համար, լավագույն արդյունքը։ Աստղիկ բժշկական կենտրոնը հագեցած է բոլոր տեսակի սարքավորումներով, գաստրոենտերոլոգիական պրոֆիլի, մեր էնդոսկոպիկ կաբինետը հագեցած է լավագույն էնդոսկոպներով, գաստրոսկոպով եւ կոլոնոսկոպով, ժամանակակից էնդոսկոպներով, արհեստական բանականությամբ օժտված, ինչպես նաեւ մենք ունենք C13 շնչառական տեստը, որը համարվում է ամենազգայուն, ամենասպეციფიկ մեթոդը հելիկոբակտերի հայտնաբերման համար, չափազանց անվտանգ է, անգամ ի համեմատություն նախորդ սերնդի C14-ի կարող ենք օգտագործել հղիներին եւ երեխաներին, քանի որ ռադիոակտիվություն չունի հելիկոբակտերի որոշման համար։ Շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալ եմ, շատ գրագետ, պրոֆեսիոնալ եւ որն ամենակարևորն է մեզ քաղաքացիներիս համար, ոչ մասնագետների համար, շատ մատչելի բացատրելու համար, շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, կարծում եմ, որ ի շնորհիվ հելիկոբակտերի այսօրվա կատարած լայնորեն հելիկոբակտերի որոշման մենք ապագայում մի քանի տարուց կունենանք մեր երկրում ստամոքսի քաղցկեղի եւ քաղցկեղից մահացության իջեցում։ Ջերմ եւ հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ եւ ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից կորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։